դրախտ երկրի վրա։ Այսպես է բնորոշվում 30-ամյա գործունեության արդյունքը, որի հետագիծը խաղաղ միտքն ու առողջ մարմինն է, իսկ արմատը Անահիտ Հակոբյանը, կին, ով ստեղծեց իր ներդաշնակության ուղին եւ ապա այն դարձրեց հազարավորներինը 26 տարի առաջ հիմնադրելով Անահիտ Տերաանձնային հոգեբանության կենտրոնը, որը հետագայում տեղափոխվեց Ձորաղբյուր եւ դարձավ Այա Մարիա առողջարանային հանգստի սպա կենտրոն։ Տնտեսագետ, հոգեբան առողջագետ Անահիտ Հակոբյանի մասնագիտական ուղին ձևավորվեց անատոմիայի, այուրվեդայի եւ բիոէներգետիկայի խոր ուսումնասիրությունների շնորհիվ։ Այս մեծ փորձառությունն ու գիտելիքը Այա Մարիա առողջարանային համալիրում թույլ տվեց իրականացնել հոգեբանական, առողջարանային եւ դետոքս համալիր ծրագրեր, որոնք միավորում են առողջ միտքն ու առողջ մարմինը։ Կենտրոնում կազմակերպվում են հոգեբանական եւ մշակութային ծրագրեր, ռեթրիթներ եւ օրգանիզմի թունազերծում, այցելուին հնարավորություն տալով ազատվել առօրյա հոգսերից, լիցքաթափվել, վերականգնել էներգիան։ Անահիտ Հակոբյանի սեփական առողջության վերականգնման ճանապարհին ձևավորված փորձը դարձավ գիտական ուսումնասիրությունների, մաքուր մտքի եւ սիրո ուժին նվիրված գրքերի, գիտահանրամատչերի ֆիլմ եւ դետոքս կենտրոնի ստեղծման հիմնապատճառ։ Ընտանեկան հոգեբան, նեյրոլինգվիստիկ ծրագրավորման պրակտիկ մասնագետ եւ միջազգային որակավորման քոուչ Անահիտ Հակոբյանի գրեթե 30-ամյա գործունեության շնորհիվ հազարավոր այցելուներ ճաշակում են խաղաղվելու ներդաշնակությունը, ունենում շտկված վարք, ձևավորում առողջ ու գիտակցված սովորություններ։ Անահիտ Հակոբյան, ներդաշնակ կնոջ յուրօրինակ ուղի։